ոնց ենք վերաբերվում մեր արժեքներին։ Վերանորոգման անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը։ Եվ ով էր պատասխան տալու, եթե այդ մույթերից որևէ սալ պոկվեր։ Այստեղ խմբով կանգնած էինք, մեր հայրերն էինք երկում, եւ այսինքն մի հատ քար ընկավ գետին։ Սովորացնում ու վարժեցնում են ձեր աչքերը հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար։ Շինարարությունը ձգելու է միտումնավոր, որպեսզի եկող տարի ապրիլի 24-ին ասեն հուշահամալիրը փակ է, որպեսզի մարդիկ չբացանան հուշահամալիրը։ Ծիծեռնակաբերդի բարձունքը բաց է, ինչպես տեսնում եք, եւ այսպես բաց եղել է շինարարության ամբողջ ընթացքում 7-8 ամիսների։ Այդ ամիսների ընթացքում հայկական տարբեր մեդիա հարթակներ ու նաեւ գործիչներ կեղծ լուրերով, նույնիսկ կեղծ լուսանկարով ահազանգում էին, թե իբր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդվում է։ Այստեղ հյուրանոց է կառուցվելու, դա նվեր է Էրդողանին եւ Փաշինյանն արգելել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները։ Մինչդեռ ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ էր այստեղ տեղում ստուգում, արդյոք շինարարության առաջին փուլն ավարտված է, արդյոք տարածքը ներկայանալի տեսք ունի, ապրիլի 24-ին ընդառաջ հուշարձանն ամբողջական է եւ 3 մույթերը վերանորոգված։ Մեջքի հատվածիցներ հոսած ջրերը այստեղից արդեն դուրս են գալիս, լվանալով իր մեջ նաև կանգնած երկաթբետոնե կոնստրուկցիաներ։ Այս դրա մասին է խոսքը գնում, որ այս ներհոսած ջուրը արդեն իսկ քայքայման պրոցես է սկսում երկաթբետոնի ու սա չկանխումը մեզ հետագայում ավելի բարդ խնդիրների առաջ էր կանգնեցնելու։ Սա էր պատճառը, որը որ հիմք հանդիսացավ այս ամբողջ պրոցեսը։ Ոլորտային նախարարից մինչև հուշահամալիրի համահեղինակ, որը նաև ղեկավարում էր աշխատանքները, պնդում էին, ոչ թե քանդում են, այլ կանխում քանդվել է։ Մեկնարկը որպես այդպեսին բավականին վաղուց է տրվել։ Դեռևս 20 թվականից Երևանի ճարտարապետության շինարարության պետական համալսարանի կողմից իրականացվել էր տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտություն եւ տրվել էր համապատասխան եզրակացություն։ Այդ եզրակացությունների հիման վրա 21 թվականին Թանգարան ինստիտուտի կողմից պատվիրվել է նախագիծ, որի պատվերը հանձնվել է հայ նախագիծ ՓԲ ընկերությանը։ Ընկերության կողմից հիմք ընդունելով սեյսմիկ եզրակացությունը տրվել էր նախագծային լուծումներ։ Բանն այն է, որ սեյսմիկ ու տեխնիկական եզրակացությամբ կառույցի երկաթբետոնե կրող հատվածները գնահատվել են անբավարար, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի քարերի տեղաշարժի ու փլուզման վտանգ կա։ Այդ ռիսկերը հաստատվել են քարերը հեռացնելուց հետո եւս, մինչև շինարարության մեկնարկը տասնյակ փորձաքննություններ ու լաբորատոր հետազոտություններ են անցել հուշարձանը, քարը, բետոնը, քանի որ ոչ թե հերթական շենքի հետ գործ ունեին, այլ հուշակոթողի, սրբատեղիի, ինչ են արել, ինչպես, ինչու, հատված մանրամասն պատմում է Մկրտչյանը։ Եթե վերցնենք առաջին փուլով ներկայացնենք մույթերի հատվածը, ու սկզբնական շրջանում մենք մինչև շինարարական բուն պրոցեսները սկսելը հրավիրեցինք մասնագետներ, որոնց միջոցով պետք է իրականացնեինք այսպես փակ վիճակում լաբորատոր հետազոտություն, որի արդյունքները չկարողացանք ձեռք բերել, որովհետև փակ վիճակում հնարավորություն չէր ընձեռվում ու դրանից հետո որոշում կայացվեց, որ մի մույթի գոնե 2 քարերի շարքը մեջքային հատվածի 2 շարքի քարերը հանենք ու այդ ձևաչափով ուսումնասիրություն իրականացնենք։ Պարզվել է ջրամեկուսացման շերտը սկզբից սխալ է կատարվել եւ առանձնացած է հիմնական կառուցվածքից, ինչի հետևանքով անձրևաջրերը ներթափանցել են ներս, վնասել երկաթբետոնը եւ առաջացրել քայքայում։ Ջրամեկուսացման լուծումները կրկին դարձել են մասնագիտական քննարկման առարկա ու էլի փորձաքննությունների նոր փուլ է սկսվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բետոնի շերտերը տարբեր ամրություն ունեն, քանի որ կառուցման ժամանակ այն շերտավորվել է, ինչի հետևանքով առաջացել են խզվածքներ։ Մասնագիտական բազմաթիվ քննարկումներից հետո որոշվեց, որ բետոնում պիտի սրսկումներ իրականացվի համապատասխան նյութերով, որպեսզի կարողանանք բետոնի ամրությունը վերականգնել։ Տեխնոլոգիաներից ընտրվել է արդեն իսկ աշխարհում փորձարկված ու լավագույնը համարվող տարբերակը, վստահեցնում է պատասխանատուն։ Քարերի հեռացնելուց հետո, անմիջապես հետո մենք ամբողջությամբ եռակող
իրականացրել ենք ջրամեկուսիչ շերտ, ջրամեկուսիչ շերտ իրականացնելուց հետո անցքեր են արվել, տարբեր շերտերում, տարբեր բաներով ունենք դրա նախագծային քարտեզը, ինչ ձևաչափով է իրականացվել նշված անցքերը, որտեղից որ ցածր ճնշման տակ այդ նյութերը ներարկվել են։ Նյութերի ընտրության կամ քանակի հարցում չեն ունեցել ֆինանսական որևէ սահմանափակում։ Վերցվել է ամենալավը, այսինքն ֆինանսի մասին չենք խոսել։ Ներարկումից ու չորացումից հետո իրականացված փորձաքննությամբ պարզվել է, որ բետոնը վերականգնել է իր սկզբնական նախագծային ամրությունը, լցվել են նաև տոմոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերված խոռոչները ըստ ծավալի, իսկ ինչու հանված քարերը հետ տեղը չդրվեցին, այդպես էին որոշել ի սկզբանե, բայց Երբ որ քարը մենք ապամոնտաժում էինք, որ պիտի նկատի ունենալով են հանգամանքը, որ պիտի վերատեղադրենք, ու այդ վերատեղադրման ժամանակ անկյունային հատվածներում, միջանկյալ հատվածներում տարբեր տեղերից ունենում էինք բավականին լուրջ ճաքեր, ունեցել ենք քարեր, որոնք փխլվել են դուրս գալուց։ Այսինքն վերատեղադրման մասով այդ խոսակցությունը բացառեցինք, դրա համար նաև քարերի ընտրության հարց առաջ ծառացավ։ Դա եւս երկար ու մանրակրկիտ փուլ էր։ Հայաստանի բոլոր հանքերի քարերը ստուգել են, կանգ առել Արամուսի հանքի վրա։ Ամեն քար առանձին լվացել են, նոր տեղադրել։ Նշեմ, որ մենք հիմքային հատվածում իրականացրել ենք 2 տարբեր արդյունություններով դրենաժային համակարգ, մեկը մոտավորապես 1.5 մետր խորությամբ, որը որ գրունտում առաջացած ջրերը պիտի որսա, որոնք որ պիտի հիմքին վնասեն, եւ երկրորդը, որ այստեղ նայում ենք քարերի արանքները, որը որ բաց է, այստեղից պիտի արդեն իսկ անձրևաջրերը եւ այն ջրեր, որոնք որ մակերևույթում են լինելու, այստեղից պիտի ներս քաշվի ու հեռանա արդեն այս քարերի տակ գտնվող դրենաժային համակարգից, որով սահմանափակելու ենք ջրերի ներհոսքը դեպի անմար կրակ։ Կարանները այս ընթացքում բաց են, որպեսզի խոնավությունը դուրս գա, իսկ նորմատիվ մակարդակի հասնելուց հետո դրանք կմշակվեն հատուկ նյութերով, պահպանելով հին մույթերի տեսքը։ Հաջորդ յուրաքանչյուր մույթ առանձին են փորձաքննելու եւ վերականգնման տևողությունը կախված կլինի մույթի վիճակից։ Քանդել վերականգնելու աղմուկը թեպետ կենտրոնացած էր հուշահամալիրի մույթերի մոտ, բայց ամբողջ տարածքում էլ շինարարություն եղել է։ Ջեմուղու հատվածն է կառուցվել այստեղ, հիմա Չկար ընդհանրապես, թե շարժվող Ստեղ չկար ընդհանրապես, այն հատվածից սկսած ինքը փոխարեն նոր կառուցվեց։ Հուշապատի դեպքում եւս ջուրն է խնդիրը։ Ջրամեկուսացման վերին շերտը քայքայվել է, ինչի հետևանքով ջուրը ներթափանցում է թե քարերի, թե բետոնի մեջ։ Այս ընթացքում նախագծողները առաջարկել են լուծում, սակայն այն չի հաստատել գիտամեթոդական խորհուրդը եւ ուղարկվել է լրամշակման։ Կառուցվեց ջրամբար, որպեսզի կարողանանք ոռոգման համակարգը արդիականացնել, ու ամբողջությամբ փոխվել է այս կանաչապատ հատվածի ոռոգման համակարգը եւ նոր պոմպակայան են կառուցել։ Հեռանկարում է նաեւ ոռոգման ցանց ընդլայնելը, մանրամասնում է Մկրտչյանը։ Հողի շերտ բերվեց, լցվեց եւ մաքսիմում փորձեցինք հարթեցնել ընդհանուր այս կանաչապատ տարածքը եւ նոր ցանք է տեղի ունեցել ու կանաչապատումը ամբողջությամբ նոր է։ Հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքները հիմնականում պայմանավորված են նման երևույթների բացառման համար, որովհետեւ ինչպես տեսնում եք տարածքում ջուր չունենք, անձրև եկել է մոտ 1 օր առաջ, բայց մենք ունենք ջրի կուտակման հետքեր։ Հուշապատի ամբողջ պարագծով ամբողջությամբ իրականացրեցինք ջրամեկուսացման համակարգ հիմքերի համար։ Չէր եղել նախկինում։ Չէր եղել։ Ինքը պրոստ տեղադրված պատեր։ Թանգարանի 2015 թվականին կառուցված նոր մասնաշենքի սենյակներից է 2025-ի սեպտեմբերին էինք նկարել։ Այսպիսի սենյակներ թանգարանում էլ չեն լինելու։ Խնդիրը լուծելու համար առաջնահերթ ընտրվել է տանիքի ջրամեկուսացման վերականգնումը, փոխվել է ջրամեկուսիչ շերտը։ Կատարվող աշխատանքների ընթացքում փոխարինվել են նաև լուսային ելունների կողային քարերը։ Նաև ունենք հետևյալ պատկերը, որը որ ստեղ շատ ակնառու երևում է, այս կողմից էլ բան որ անում ենք, քարերը արդեն իսկ դուրս եկած են այս կողմը նայեք։
Բոլոր մասնաշենքերի տանիքների աշխատանքն ավարտելուց հետո կանցնեն ջրից վնասված սրահների նորոգմանը։ Ոչ թանգարանի, ոչ հուշահամալիրի շինարարությունը այցելություններին չեն խոչընդոտել ոչ մի օր։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատարն է պատմում։ Ես շատ հաճախ զբոսնում եմ այդ տարածքով, ասացի եւ թանգարանի եւ հուշահամալիրի տարածքով, այսինքն ես չեմ նկատել մարդկանց, որոնք որ գան եւ նեղվեն այդ շինարարության արկայությունից, որևէ բան չկար այդպես։ Օտարերկրյա հյուրերին նաև պատմում է հուշահամալիրի վերականգնման աշխատանքներից, հետաքրքրվում են, ուրախանում։ Բոլոր շահառու կողմերը դեռ շինարարության մեկնարկին էին ասում։ Սկզբնական օրերին շինհրապարակի կահավորումը եղել է փնթի ու տարածքի նշանակությանը ոչ համարժեք։ Պատասխանատուները խիստ պահանջներ էին դրել, մեկ շաբաթում փոխվեց, բայց չփոխվեց աղմուկը։ Բավականին ծանր շրջան էր, որ մենք կարողացանք հաղթահարել։ Արդյոք մյուս 9 մույթերի վերանորոգման ընթացքում նույն կամ նոր հարթակներ, մարդիկ էլի կնորոգեն կեղծ լուրեր, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում վանդալիզմի մասին ամիսներ շարունակ տարածվող լուրերը այսօր հերքվում են ծիծեռնակաբերդ բարձրացող ամեն մարդու հետ։ Եվ այստեղ բարձունքում նույնիսկ այն մարդիկ, որոնք հավատացել էին այդ լուրերին, իրենց աչքով են տեսնում, որ այստեղ չկան արգելապատնեշներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեղում է ամբողջական եւ չեն փոխվել նաեւ տարիների ընթացքում ձևավորված ընթացակարգերը, անվճար երթուղի ապահովելուց մինչեւ առաջին ալիքի ուղիղ միացումներ վաղ առավոտից։ Իրինա Մկրտչյան, Արման Թովմասյան, Դավիթ Դանիելյան, լուրեր։